Կայացավ նոր պրոյեկտ «Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկումը։ Առաջարկ Հայաստանին նոր տնտեսական քաղաքականություն թեմայով բանախոսեցին տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Միքայել Մելքումյանը և տնտեսագիտության թեկնածու դոցենտ Ատոմ Մարգարյանը։ Միքայել Մելքումյանն անդրադարձավ Հայաստանի զարգացման 10 առաջնային հայեցակարգերին։ Նա նախ կարևորեց 10 մարզ, հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի զարգացման ծրագիրը։ Մեր հանրապետությունը այսօր վերահացվել մեծ գլխով եւ փոքր մարմնով մի տնտեսական կառուցվածքի, այսինքն հանրապետության առևտրի ծառայությունների 80-85%-ից ավելի կուտակված է Երևանում։ Նույնիսկ մի 50-60 կիլոմետր եւ գալիս են Երևանում, աշխատում են ու հետ են գնում։ Սկսած տաքսիստներից վերջացրած, չգիտեմ, այլ ոլորտի մասնագետներ։ Եվ Երևանը դարձել է ապրելու համար անհարմար միջավայր։ Նա նաև մարզերի զարգացման շրջանակում նշեց ներդրումների աջակցության ծրագրի անհապաղ գործարկման կարևորությունը, իսկ որպես հաջորդ խնդիրների լուծումներ 75,000 դրամ նվազագույն աշխատավարձի սահմանումն առնվազն 120,000 դրամ, իսկ նվազագույն թոշակի շեմի սահմանումը 82,000 դրամ։ Ամբողջ աշնան ընթացքում մենք տարբեր մարզեր ենք գնացել։ Ժողովրդից լսել ենք, թե ժողովուրդը ինչ ասում, իր առաջարկներն ենք լսել, դրա համար հիմա եկել են եւ այս առաջարկները հետ ենք վերադարձնում առաջարկ Հայաստան ծրագրի շրջանակներում, հետ ենք վերադարձնում ուրեմն այն համախմբման սցենարին, որ Գագիկ Ծառուկյանն է ինքը ուրեմն մշակել եւ գտել, որ պետքա դա վերկուսակցական ռեժիմով գնա, հիմա ինչ 82,000, դա ինչ է։ Սա այսօր նվազագույն կենսապահովման զամբյուղն է։ Փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկի 1% տոկոսադրույքի սահմանում, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, գույքահարկի դրույքաչափի կրճատում առնվազն 2 անգամ, մինչեւ 3 միլիոն դրամ վարկերի տույժ ու տուգանքների մասով համաներման հայտարարում, բոլոր մարզերում պահեստային տարայավորման տնտեսությունների ձևավորման սահմանում։ Առաջարկ Հայաստանի նախագիծը ուսումնասիրելով հանրության խնդիրները եկել է նշված բարեփոխումների անհրաժեշտությանը, առանցքային համարելով նաև կրթության զարգացումն ու մարզերից եկող ուսանողների կարիքները, Միքայել Մելքումյանը ներկայացրեց նաև բարձրագույն կրթությունը Հայաստանում անվճար դարձնելու ծրագիրը։ Հայաստանում կա մոտ շուրջ 60,000 ուսանող։ Ամեն միավոր ուսանողի հաշվով ես վերցնում եմ 500-ից 600,000 դրամ։ Միտեղ վարձերը բարձր է, միտեղ ցածր է, ընդ որում մենք չգիտենք, թե այդ 60,000-ից հեռականները ինչքան են, որոնք որ տարին 1-2 անգամ են գալի։ Մեզ ընդհանրապես պետք է 35-ից 40 միլիարդ դրամ, որպեսզի մենք կարողանանք այդ թիվը վերցնենք եւ բարձրագույն կրթություն դարձնենք անվճար, ոնց որ Վրաստանը հայտարարեց Եվանումը։ Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ողջունեց ներկայացված 10 քայլերը, հայտնեց իր կարծիքն ու դիտարկումները, որից հետո բանախոսությունը շարունակեց տնտեսագիտության թեկնածու դոցենտ Ատոմ Մարգարյանը, ով նշեց, որ խնդիրների լուծումները եկել են ինչպես քննարկումների, այնպես էլ երկրի բացասական փորձի արդյունքում։ Առաջի այդ 1-2 կետը, ինչու ենք մենք դրել առաջի պլանում այս կետերը, որովհետև ամեն ինչ, թե սոցիալական խնդիրները, թե անվտանգային խնդիրները, զարգացման հիմնախնդիրները կապված են աշխատատեղերի հետ, ներդրումների հետ։ Եվ այնպես չէ, որ տասնամյակներ շարունակ մոտ 2 տասնյակ կամ մի քիչ պակաս կառավարություններ են աշխատել, իրենց բոլոր ծրագրերում արձանագրված են եղել ներդրումները, աշխատատեղերը, կար ժամանակ նույնիսկ նախագահի թեկնածուներ կային, որ 100,000-ներով հատ աշխատատեղեր էին խոստանում, բայց դա իրենց ժամկետի վերջին մոռանում էին, գալիս էր նոր, այսպես ասած շրջափուլը քաղաքական ցիկլը նոր։ Բանախոսությունից հետո ներկանները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը մասնագետներին։ Քննարկումն անցավ ակտիվ մթնոլորտում, որն էլ ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը երկրի տնտեսական խնդիրների շուրջ մասնագիտական եւ հանրային լայն քննարկումներ ձևավորելու տեսանկյունից։